Լուրջ է այս ամեն ինչ։ Խորհրդարանական Հայաստանում պատիվ ունեմ խմբակցությունները շուրջ մեկ շաբաթ չեն կարողանում մեկտեղել իրենց ստորագրությունները Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի ձևաթղթի տակ։ Ինչու եւ ինչն է խանգարում Հայաստան խմբակցությանը ստորագրել նույն ձևաթղթի տակ, հարցրինք Իշխան Սաղաթելյանին, որը մեր հարցին հարցով պատասխանեց։ Իսկ ինչ է խանգարում, երբ որ հրապարակային հայտարարությունը հիմք ընդունենք ու անցնենք առաջ։ Իսկ ինչն է խանգարում, երբ որ խորհրդարան մուտք կլինել, անելուց կլինեք, այդ ստորագրությունները կա։ Պատիվ ունեմ խմբակցության 6 պատգամավորների ստորագրություններն առանձին են, Հայաստան խմբակցության 28 պատգամավորինը առանձին մեկ այլ թղթի վրա։ Պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը պնդում է, Հայաստան խմբակցության ստորագրություններն առնչություն չունեն վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի հետ։ Տարբերությունը կայանում է հետևյալում. առկա է ձևաթուղթ հստակ թեկնածուով, հստակ անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթով, հիմնավորումով եւ այլն, որի տակ ստորագրել են պատիվ ունեմի 6 պատգամավորները։ Գիտեք, այդ տրամաբանությունը, որ ասվում է հաշվեք, ստորագրել ենք, ստացած ակիչնեք եւ այլն, դրանք որևէ կապ չունեն քաղաքական գործընթացների հետ։ Ընդդիմադիր երկու խմբակցությունները միասին 34 ստորագրություն ունեն, որպեսզի նախագիծը խորհրդարան հասնի, հարկավոր է 36 ստորագրություն։ Վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի շուրջ ընդդիմադիր երկու խմբակցություններն օրերս բանակցում էին Դաշնակցության գրասենյակում։ Ըստ Իշխան Սաղաթելյանի, այդ քննարկման ժամանակ պատիվ ունեմ խմբակցության պատգամավորներին ուղիղ հարցրել են. պակասող երկու ստորագրությունները կան եւ ստացել են բացասական պատասխան։ Բացի այդ, պատիվ ունեմից նաեւ ասել են, որ եթե անգամ այդ երկու ստորագրությունն էլ լինի, այս փուլում խորհրդարան մուտք չեն անելու, քանի որ դեռ չունեն նախագիծն ընդունելու համար անհրաժեշտ 54 ստորագրությունները։ Ըստ Իշխան Սաղաթելյանի, այդ օրը երկու հարց են հղել պատիվ ունեմ խմբակցության պատգամավորներին, որը նրանց կողմից որպես պայման է ընկալվել։ Փողոցային գործընթաց լինելու է, թե չէ, եւ ինչ ծրագիր կա։ Ասել են լինելու է։ Ասել են երբ է դա տեղի ունենալու, ինչ ժամկետներում։ Հիմա ենք անում, հաշվում ենք անում, ընդ որում չենք ասել երբ եք անում, ասել են երբ ենք անում։ Ու շատ հստակ ասելով, այդ փողոցային պայքարի եւ առաջիկա իմպիչմենտի գործընթացի բոլոր աշխատանքներում մենք պատրաստ ենք ամբողջությամբ ներգրավել։ Այս հարցերում շատ կոնկրետություն չի եղել։ Հայկ Մամիջանյանից հետաքրքրվեցինք, ինչու խմբակցությունը քննարկման ժամանակ փողոցային պայքար սկսելու հստակ ժամկետներ չի նշել, ինչպես պնդում է Իշխան Սաղաթելյանը։ Նախ մենք ապրում ենք այնպիսի ժամանակահատվածում, որ շատ հավանական է, որ լինեն փողոցային պատճառի տրիգեր բառը շատ է քննարկվում, բայց պատճառներ, առիթներ, այսպես ասեմ, որոնք տրամաբանորեն կինտեգրվեն վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին, որովհետև դա է միակ քաղաքական կամ քաղաքաիրավական, ոնց ուզում եք ձևակերպեք, լուծումը Փաշինյանից ազատվելու է։ Ըստ Սաղաթելյանի, քննարկման ընթացքում իրենք ասել են, որ 28 ստորագրությունները կան, բայց դրանք հրապարակելու անհրաժեշտություն չեն տեսնում։ Սաղաթելյանի խոսքով, այդ խոսակցության պահին խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը Facebook-ում հրապարակել է պատիվ ունեմ խմբակցության 6 ստորագրությունները, բայց իրենք անգամ ձևաթուղթը չեն տեսել։ Հետո սկսվել են քննարկումներ, թե Հայաստան խմբակցությունը չի ստորագրում, քանի որ քրեական վարույթները կաշկանդում են։ Նույն օրը երեկոյան Հայաստան խմբակցությունն այդ խոսակցություններն այսպես ասած փակելու համար հրապարակեց 28 ստորագրությունները, որոնք ոչ թե շարունակում էին պատիվ ունեմի 6 ստորագրություններն, այլ առանձին թղթի վրա էին։ Մամիջանյանը բացատրում է, այդ օրը ստորագրությունները հրապարակել են հստակ պատճառով, թե ինչ պատճառի մասին է խոսքը, խմբակցության ղեկավարն այս պահին փակագծերը բացել չի ցանկանում։ Բայց ի պատասխան Իշխան Սաղաթելյանի հայտարարությունների եւս մեկ անգամ ընդգծում է, Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացն արդեն սկսվել է։ Իշխան Սաղաթելյանն էլ հարցնում է, այսպես են ուզում հաջողության հասնել։ Այս իմպիչմենտի նախաձեռնողները որոշները չափը կորցրել են նաեւ։ Այսինքն, օրինակ մեկը ասում է, որ Իշխան Սաղաթելյանը հրապարակել է այդ ստորագրությունները, ինչ որ համեմատություն անում, ինչի դիմադրության ժամանակ մենք մեր ընտանիքի կամ ստորագրությունները կամ ֆոտոները նկարում հրապարակում ենք, արդյոք մեր գործընկերները այս մակարդակով եւ այս ձևով են խոսում մեր հետ, շանտաժի այս լեզվով եւ արդյոք ամենակարևորը, այսինքն այս մթնոլորտով ու այս իրավիճակով ենք ուզում այս գործընթացը հաջողի։ Մամիջանյանն ասում է, Սաղաթելյանի հայտարարությունն իրենց խմբակցության պատգամավորներին չի վերաբերում։ Երբ են սկսելու փողոցային պայքար եւ ինչու պակասող ստորագրություններն հավաքելու ուղղությամբ չեն աշխատում։ Նախ պատիվ ունեմ խմբակցությանը տնային աշխատանքներ տալ
պետք չի, մենք գիտենք, թե ինչ հերթականությամբ եւ ինչպես իրականացնել այս գործընթացը, դա մեկ, երկրորդ, ֆիքսենք, որ այս գործընթացը մի քանի փուլեր ունի։ Իմ խորին համոզմամբ առաջին փուլը, այսինքն ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների ստորագրություններ ստանալը շատ կարճ եւ շատ հեշտ պիտի լիներ։ Մենք նախաձեռնեցինք, ստորագրեցինք եւ շատ արագ պիտի հայտնվեր նաեւ Հայաստան խմբակցության պատգամավորների ստորագրությունները։ Փաստորեն այս փուլն էլ է բավական բարդ ու բավական երկար։ Պատիվ ունեմ խմբակցությունը մտավախություն ունի, որ երբ լինեն բավարար թվով ստորագրություններ, Հայաստան խմբակցությունն իր 28 ստորագրությունները կտեղափոխի նույն ձևաթղթի տակ։ Մամիջանյանն ասում է ոչ թե կտեղափոխի, այլ կստորագրի։ Նրա խոսքով իմպիչմենթի համար Հայաստան խմբակցության պատգամավորների ստորագրություն այս պահին գոյություն չունի։ Իշխան Սաղաթելյանն էլ կարծիք հայտնեց, որ այս ամենը գուցե այլ նպատակ է հետապնդում։ Թե ինչ նկատի ունի, հրաժարվեց ասել։ Ընդգծեց, որևէ մեկին չվստահելու առիթներ չեն տվել, ոչ էլ այս ընթացքում հետ են կանգնել իրենց խոսքերից։ Չգիտեմ Հայաստան խմբակցության պատգամավորները իրանց ոնց կզգան, բայց ես որպես իրենց հետ պայքար անցած մարդ շատ իրենց փոխարեն շատ վատ ինձ կզգամ, եթե հանկարծ այդ փաստաթղթի տակ Հայաստան խմբակցության պատգամավորների ստորագրությունները հայտնվեն ավելի ուշ, քան օրինակ որևէ ԿՊԱ-յականի ստորագրությունը։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը բացառում է, որ իրենց թիմից որևէ մեկը կարող է միանալ վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը։ Բացառում է նաև, որ ընդդիմությունը կարող է հաջողության հասնել։ Իմ կարծիքով իրենք ստորագրություններ են հավաքում, որի ընթացքում ավելի շատ միջև այս բա դեռ իրար են անվստահություն հայտնել, քան մեզ կամ վարչապետին։ Սա ինչ-որ բեմադրություն է հիշեցնում ավելի շատ, որ տենց փորձեն հասարակության շրջանում տենց ամրապնդել են ֆարսը, թե իբր Սերժ Քոչարյան սիամական երկվորյակները ինչ-որ դժտություն ունեն, այնինչ դա բոլորիս համար հստակ տեսանելի սուտ, կեղծիք ու բեմադրություն է։ Պատիվ ունեմ խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրել Մասիսի քաղաքապետ հանրապետական Դավիթ Համբարձումյանին։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անձամբ հայտարարել է, որ իրենք չեն ձգտում իշխանության, իրենց նպատակը իշխանափոխությունն է։ Նա նաև հայտնել է, որ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի շուրջ ինքն ու Քոչարյանն անձամբ չեն բանակցել։ Հայկ Մամիջանյանն այսօր վստահեցրեց, փողոցային պայքարի աշխատանքներ տարվում են, բայց ժամկետների մասին հրապարակային խոսել չեն պատրաստվում։